ոչ թալանի նախաձեռնության հայտարարությունը։ Հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, հաշվի առնելով ՀՀ իշխանությունների և հասարակության միջև աննախադեպ վստահության բացակայությունը, հաշվի առնելով ոչ թալանի շարժման համախմբվածությունը և աննախադեպ ակտիվությունը, հաշվի առնելով պետության կողմից թեկուզ կիսատ իրականացված քայլերը, հայտարարում են։ Սույն թվականի հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում, որի համաձայն առանց որոշակի տնտեսական հիմքերի բարձրացվել է էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով։ Հունիսի 19-ին Ազատության հրապարակում և մի շարք քաղաքներում սկսվեցին ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ ընդդեմ բյուրոհիշյալ անհիմն որոշման։ Հունիսի 19-ի հավաքից հետո ցույցի մասնակիցների կողմից որոշում կայացվեց անցկացնել եռօրյա նստացույց խաղաղ պայմաններով Ազատության հրապարակում։ Ժամանակ տալով իշխանությանը մինչև հունիսի 22-ը ժամը 18:00-ին չեղյալ համարել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը և վերանայել գործող սակագինը։ Ճանապարհ դարձեք շտապօգնությունը հասնի։ Ճանապարհ դարձեք շտապօգնությունը հասնի։ Հունիսի 19-ի հավաքից հետո ցույցի մասնակիցների կողմից որոշում կայացվեց անցկացնել ինքնաբուխ նստացույց Ազատության հրապարակում, ժամանակ տալով իշխանություններին մինչև հունիսի 22-ը ժամը 18:00 չեղյալ համարել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը և վերանայել գործող սակագինը։ Չստանալով երկրի իշխանությունների կողմից որևիցե արձագանք, հունիսի 22-ին պահանջատեր ցուցարարները ինքնաբուխ կերպով ինքնակազմակերպեցին և երթով շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց, փորձելով այնտեղից ստանալ ժողովրդի արտահայտության պահանջը։ Սահմանադրական դատարանի ներդաշնակով առանց խոճապի ժողովուրդ, առանց խոճապի ժողովուրդ։ Ուշադրություն։ Սահմանադրական դատարանի ներդաշնակով հանդիպելով ոստիկանական պատնեշի, ցուցարարները հայտարարեցին խաղաղ նստացույցի անցկացում հենց Բաղրամյան փողոցում։ Հունիսի 23-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ իրականացրեց անհամաչափ բռնի ուժ հատուկ միջոցների կիրառմամբ։ Հարկ է նշել, որ գործողություններին մասնակցեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որի արդյունքում խաղաղ ցուցարարները հետապնդվեցին և բերման ենթարկվեցին։ Մոտ 237 խաղաղ ցուցարար։ Բռնությունը քննադատվեց միջազգային բարձր աստիճաններում հայ հասարակական և սփյուռքի համայնքի կողմից։ Ոչ թալանի նախաձեռնությունը հետքերի արդյունքում ավելացրեց ևս մեկ պահանջ, այն է հետաքննել և պատժի ենթարկել գործողությունների մասնակցած ոստիկանական խմբերին։ Հունիսի 27-ին ԶԼՄ-ներով տարածվեց իշխանությունների կողմից հայտարարություն։ Վստահության բացակայության պատճառով այդ հայտարարությանը
Մինչ այս պահը նստածույցը շարունակվում է եւ այն կրել է եւ կրում է խաղաղ բնույթ, նպատակ ունենալով հանրային քննարկման արդյունքում որոշել հետագա քայլերը։ Շարժումը դատապարտում է բոլոր տեսակի քաղաքական շահարկումները եւ ծայրահեղական մոտեցումները այս թեմայում։ Նստածույցի ընթացքում մասնակիցների շրջանում ձևավորված բոլոր գերակշռող կարծիքները հաշվի առնելով, քննարկելով բոլոր առաջարկները եւ համադրելով, բոլոր մոտեցումները ոչ թալանի նախաձեռնությանը հավատարիմ է մնում իր հայտարարություններին։ Այս նախաձեռնությունը առաջարկում է անցկացնել այս պահին հանրային քննարկում, որի արդյունքում որոշողը կլինենք մենք բոլորս եւ շարժումը ինքը կմիանա ժողովրդի որոշմանը։ Ժողովուրդը հիմա մոտավորապես մի կես ժամաչափ կամ մի 40 րոպե ներքին շրջանում խմբերի բաժանվեք, մոտիկ կողքինների հետ կարծիքներ կազմեք, հետագա պայքարը ոնց ենք շարունակում, ոնց մեծամասնությունը որոշեց։ Ժողովուրդ, ինչ որոշում էր կայացվի, բոլորի հետ է, բայց պատասխանատվության որոշումը կայացնելուց առաջ մտածեք պատասխանատվության մասին և հետագա քայլերի մասին։ Ժամանակը ինչքան երկար ենք ձգում, այնքան ի վնաս մեզ է ծառայելու։ Որովհետև Ընկեր կամերա սև կեպ կա, մի քիչ ձախ կանգնի կամ ոչ կանգնի։ Մենք մեր պահանջները դրել ենք, սակայն հստակ պատասխան չենք ստացել մեր պահանջներին։ Արդյոք, ինչքանել է նպատակահարմար և ամենաանվտանգը մնալով այստեղ շարունակելը կամ անցնել պայքարի հաջորդ հարթակ, որտեղ կարող ենք ևս այլ անհնազանդությունների լծակներով պայքարել և ավելի ուրիշ միջոցներ կիրառել իշխանությունների ճնշումները։ Իրականում հասկացել, սա խաղ ու պար չի, սրա նման նախադեպ երբևիցե չի գրանցվել։ Ժողովուրդ ջան, հաղթանակի ճանապարհից որպես չի որ պարտություն ենք կրում կամ հոսում չենք կրում։ Ժողովուրդ, գիտակ մնալով էստեղ, ամեն անգամ ոստիկանական դիմադրությունը ծոցի ջարդ ստանալով, արդյոք հաստելու ենք մեր ուզածին։ Ես ինքս ձեզանի շատ եմ ուզում ստեղ մնալ ու ձեզանի շատ եմ ուզում հարցի ճիշտ լուծում ստանալ։ Բայց այստեղ մնալով ամեն օր մենք ֆիզիկապես պատրաստ չենք ծեծու, ջարդի, ջերծորի ու այլ բաների մենք զորվայնությամբ չի։
Պատասխանատվություն կրողներից մեկը անձն ուսանողների և չեն ափսոսում և կրելիով ու պատրաստում կրելու և պատասխանատվությունը։ Բայց, բոլորս փակի տակ ըմնելով ոնց եք հարցը լուծելու։ Ուշադրություն և չեն ափսոսա ու չեն զղջա ասածներից համար։ Խնդրում և աղաչում են բոլորին չտևեք ռադիկալ սադրակների։ Պայքարը շարունակելու ամենաակտիվ կողմնակիցն է, որ ցանկանում են և իրավական հարթությունը տանել, սեղմել պատին իշխանությանը և փողոցային պայքարում, բայց այդ երկուսը համակարգված պիտի լինի, այդպես չեք կարծում։ Այդ դեպքում կա պայքարի լիքը այլ տարբերակ, ամենի համակարգային տարբերակ այն ոչ թե այսպես ստեղծել բարիկադային ինչ-որ բան։ Ուշադրություն եմ խնդրում, այս յոթը, որ Բաղրամյան փողոցը փակ է եղել, անարդյունավետ չի եղել, երեք կարևոր փաստ է արձանագրվել, որոնցից երկուսը անգամ մենք չենք են ներկայացնել իրենց, նրանք սրանով հետադարձ քայլ են կատարում, ընդգրկում են, մենք ցանկացած պահի կարող ենք փակել թե Բաղրամյան փողոցը։ Այսօր սպիտակ քաղաքում և ապարատ քաղաքում հնակիչները փակել են բոլոր միջնադատական ճանապարհները։ Ես ամենակ պատասխանատվությամբ ասում եմ, ես կողմ եմ պայքարը շարունակելուն ավելի ուրիշ մեթոդներով, ավելի կոպիտ միջոցներով, որոնք իրականում կան, մենք ունենք այդ հնարավորությունը։ Ոչ մեկ չէ պատկերացնում, որ օրերում մարդ 7 օրվա ընթացքում կհավաքվի Հայաստանի ամենագլխավոր փողոցում և կփակի բոլորի օդերը։ Խնդրում եմ կշռադատված մտածել հետագա քայլերը, որպեսզի բոլորս էլ ազատ լինենք մեր գործողություններում ու կարողանանք ազատ տեղաշարժվել ու մտածել։ Առաջարկում եմ միտինգը տեղափոխել ազատության հրապարակ։
Ներկայացնությունը կազմակերպել ազատության հրապարակում օրենսդրական որոշումներ կայացնելու Действительно.